ազգային շահերի և հայ առաքելական Սուրբ եկեղեցու հաստատության համար։ Ուրիշ իմաստ էս ամեն ինչի մեջ մեծ հաշվով չկա։ Իսկ ով ասեց, որ բոլորը ամբողջ երկրում պետք է մի մարդու պես, այսպես հավասար զգաց տանեն երկրի վարչապետին կամ ինչ-որ մեկին։ Չկա նման բան։ Կան ազգային շահեր, կան հավերժական շահեր և այս գործը այդ հավերժական շահերի պաշտպանության մասին է։ Շնորհակալություն։ Զաքարյան, հեծը պետականացնելու հետ կապված ինչ կարծիք եք, վճռական է կարծես թե տրամադրված, մեկ ասում է ազգայնացնել, մեկ ասում է պետականացնել, ձեր կարծիքով սա վերջապես ռուսական ազդեցությունից է, եթե կարելի այդպես ասել, էլեկտրացանցերը վերցնելու քայլ է, հիշում ենք ժամանակին, որ նոր էր եկել Հարավկովկասյանի դեմ էր նման արշավ սկսել։ Շատ հնարավոր է, դա ևս աշխարհաքաղաքական էս իր դերակատարման, որը դեպի Թուրքիա տանող դերակատարում է, եւ մեր պայքարը հենց դրա մասին է։ Իսկ հեծը եւ նմանատիպ բոլոր խնդիրների բարձրաձայնում, արհեստական բարձրաձայնումը հենց այդ գործընթացի բաղկացուցիչներն են։ Այսինքն այստեղ շատ պարզ, արևոտ օրվա նման պարզ է ամեն ինչ եւ կարծում եմ մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ ուրա գնում ի վերջո այս կործանարար քաղաքականության արդյունքում գլորվում է դեպի Թուրքիայի գիրկը, գլորում են դեպի Թուրքիայի գիրկը, այս կառավարիչները։ Պետք է դա մեզ։ Մենք ունենք ինքնություն, մենք ունենք մեր պետականությունը պահելու հաստատակամություն։ Ինքը շարունակ խոսում է պետականությունից, բայց վստահ եղեք, հենց այդ պետականությունից խոսելով է պետականությունը կործանում, այնպես ինչպես Արցախից խոսելով Արցախը կործանել, ցեղասպանությունից խոսելով այսօր բերաները ջուր են առել ու ձեն չեն հանում։ Ժողովրդավարությունից խոսելով այսօր արդեն ժողովրդավարության նշույլ անգամ գոյություն չունի։ Եվ այսպես շարունակ, իրավական համակարգից խոսելով, շուրջը նայեք, տեսեք ինչքան ոստիկան կա ստեղ։ Այսինքն, ինչ է սա նշանակում, էլի։ Այս ոստիկաններն ուրիշ անելու բան չունեն, թե այստեղ հավաքված են հատուկ հանցագործներ, որոնցից պետք է հասարակությանը պաշտպանել։ Դե բնականաբար ասում եմ, դա այդ բաղկացուցիչներն են, որ այն բոլոր խնդիրները, որոնք որ Հայաստանի Հանրապետության պետականությունը կարող են պահել առանց կախյալության, նրանք գլորում են դեպի Թուրքիայի գիրկը։ Պարոն Զաքարյան, հիմա Նիկոլ Փաշինյանը վրդովվել է, որ վեհափառը կուսակրոնության ուխտն է խախտել, թե որ գնացել է միջազգային հանրությանը ներկայացրել արցախցիների խնդիրները եւ արցախցիների մասին է խոսացել։ Բնականաբար հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ բոլոր ժամանակներում պատմությունը, ովքեր որ գիտեն, լավ գիտեն։ Հայ առաքելական եկեղեցին բոլոր աորհասական պահերին, պատմական վճռորոշ նշանակություն ունեցող պահերին եղել է հայ ժողովրդի կողքին, հայ կաթողիկոսները ունեցել են դերակատարություն, այսօր էլ այդ պահերից մեկն է։ Եվ այս ընթացքում, երբ որ հայ առաքելական եկեղեցին իր հեղինակության շնորհիվ, վեհափառն իր հեղինակության շնորհիվ կարողանում է եկեղեցիների միջազգային խորհրդին միջոցով հարցը միջազգայնացնել, քրիստոնեական մշակութային արժեքների ոչնչացման։ Բնականաբար Թուրքիան եւ Ադրբեջանը դա դուր չի գալիս, բնականաբար իրենք էլ ունեն այստեղ իրենց դեսպանները եւ նրանց ասում են, որ պայքարեք եկեղեցու դեմ։ Կան նաեւ մարդիկ, հանրություն, մեր բնակչության, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը վստահում եմ հենց այդպես էլ մտածում են, որոնք համաձայն չեն այդ քաղաքականության հետ եւ նաեւ իրանց հոգու խորքում եւ նաեւ հանրայնորեն իրանց աջակցություն են ցուցաբերում հայ առաքելական եկեղեցուն եւ բոլոր այն ինստիտուտներին, ովքեր որ ազգային օրակարգի վստահ համախոհն ու աջակիցն են։ Հստորեն Սամվել Կարապետյանը կանգնել է ի պաշտպանություն եկեղեցու եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը վրդովվել է եւ ահա այստեղ այսօր դատարանի առաջ կանգնել սպասում է Սամվել Կարապետյանը։ Նա այստեղ վտանգ է տեսնում, որ Սամվել Կարապետյանը կարող է զավթել իշխանությունը։ Դա է նրանց տրամաբանությունը։ Նրանց տրամաբանություն չի։ Նրանց տրամաբանությունը ես չգիտեմ ինչ է, գուցե վախ, գուցե չգիտեմ երևակայություն, բայց ոչ տրամաբանություն։ Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցը վեհափառի հետ հանդիպումից հետո բոլորս էլ տեսել ենք։ Որևէ բանական նորմալ մարդ այդտեղ տեսել է ինչ որ մի բան
զավթելու կամ ինչ-որ մի ապօրինի կոչ։ Հայտնվել է հստակ մտահոգություն, որ չի կարելի եւ պետք է պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն։ Վերջ, լինեն դա քաղաքական գործիչներ, լինեն դա հանրային գործիչներ, լինի դա յուրաքանչյուր քաղաքացի։ Շնորհակալություն։ Идет